Այսօր հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քվեարկության գործընթացը մեկնարկել է ժամը 08:00-ին եւ կավարտվի ժամը 20:00-ին։ Երկրի մասշտաբով գործում է 3061 ընտրատեղամաս, որոնցից 2284-ում կանցկացվեն էլեկտրոնային, իսկ 777-ում ավանդական եղանակով։ Այդ թվում 10 ընտրատեղամաս, որոնք ստեղծվել են որպես բացառություն ու բացվել են քվեարկատարողական հիմնարկներում։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3,513,818։ 3,130,348 ընտրող հնարավորություն կունենա մասնակցելու ընտրություններին էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով։ 47,000 երիտասարդ էլ հնարավորություն կունենա մասնակցելու ընտրություններին առաջին անգամ։ 60,754 ընտրող դիմել է ընտրական վարչություն շարժական քվեատուփի պահանջով։ Իգիտություն։ Հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցվել է 12 քաղաքական կուսակցություն։ Ինձ համար ընտրություն կատարելն իսկապես ավելի հեշտ է դարձել։ Մի կողմից կա խաղաղություն, զարգացում, կայունություն, իսկ մյուս կողմից քաոս, առճակատում, բևեռացում։ Այս մասին քվեարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին։ Նրա խոսքով, մենք պետք է վերլուծենք, որ ներկայիս իրականությունը հնարավորություն է տալիս մեր երկրին դառնալ ավելի կայուն, խաղաղ ու զարգացած։ Սրա հետ մեկտեղ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այսօր ընտրություններին մասնակցող բոլոր ընտրողներին իրենց պետական մտածողության համար։ Վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվին իր ընտրությունը կատարել է Մթացմինդայի առաջին ընտրատարածքի 3-րդ տեղամասում։ Նա քվեարկության էր եկել իր ընտանիքի անդամների հետ։ Բիձինա Իվանիշվին հույս է հայտնել, որ հասարակությունը կլինի ակտիվ, քաղաքացիները հնարավորինս շատ կգնան քվեատուփերի մոտ եւ կկատարեն ճիշտ ընտրություն։ Վրացական երազանքի պատվավոր նախագահը նաև նշել է, որ հենց վրացական երազանքն է հասարակությանը տվել ազատ ընտրություն կատարելու հնարավորություն։ Կուսակցության պատվավոր նախագահը նաև հիշատակել է դիմախոսներին, նշելով, որ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են այսօր անում իրենց դիմախոսները, եթե դրանք օբյեկտիվ հայտարարություններ չեն, վրացական հասարակությունը չի արձագանքի դրանց։ Բնակչությունը սովորել է տարբերակել սպիտակը սևից, նշել է Բիձինա Իվանիշվիլին։ Վրաստանի վարչապետն իր ընտրությունը կատարել է Վագայի երկրորդ ընտրատարածքում։ Իրակլի Կոբախիձեն քվեարկել է Վագայի երկրորդ ընտրատարածքի 27-րդ տեղամասում եւ ընդարձակ մեկնաբանություն արել լրագրողների համար։ Վարչապետը խոսել է իր սպասումների մասին, նշելով, որ քաղաքապետի ու քաղաքային ընտրությունների արդյունքում ակնկալում է ավելի քան 60%։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ քվեարկել է խաղաղության եւ ավելի շատ զարգացման համար։ Վրաստանի խորհրդանի նախագահը նշել է, որ արմատական ընդդիմությունը եւ հասարակական կազմակերպությունները հայտարարել են ընտրությունների սաբոտաժի մասին։ Սալվա Պապուաշվին այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո։ Խորհրդարանի նախագահը նաեւ գնահատել է ընտրությունների ընթացքն ու ասել, որ բոլոր անօրինական գործողությունները կստանան համապատասխան արձագանք։ Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդեն կատարել է իր ընտրությունը Թբիլիսիի 41-րդ ընտրատեղամասում։ Կախակալաձեի խոսքով նա իր ընտրությունը կատարել է երկրի բարգավաճման եւ խաղաղության օգտին։ Միակ ուժը, որն այսօր կարող է իրականում պահպանել երկրում խաղաղությունն ու շարունակել Թբիլիսիի զարգացումը, դա վրացական երազանքն է։ Լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախակալաձեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելուց հետո։ Նախարարների կաբինետի անդամները նույնպես այցելում են ընտրատեղամասեր։ Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն քվեարկել է Վագայի շրջանի 19-րդ ընտրատեղամասում, որը բացվել է Թբիլիսիի պետական համալսարանի 5-րդ շենքում։ Իսկ տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Քրուվիշվիլին իր իսկ փոխանցմամբ ընտրել է ոչ այլ ընտրանքային թեկնածուին ու երկրի խաղաղ զարգացմանը։ Պետնախարարն էլ իր ընտրությունը կատարել է Մթացմինդայի ընտրատարածքի 23-րդ ընտրատեղամասում։ Թեա Ախվլդյանի խոսքով ինքը քվեարկել է խաղաղության եւ զարգացման ամրապնդման օգտին։ Մշակույթի նախարարը եւս կատարել է իր ընտրությունը։ Թիկա Ռոխաձեն վստահ է, որ վրացական երազանքը համոզիչ հաղթանակ կտանի բոլոր համայնքապետարաններում։ Նրա խոսքով իշխող քաղաքական ուժը կողմնորոշված է դեպի խաղաղություն ու առաջընթաց եւ այս ընտրությունները եւս մեկ անգամ կհաստատեն նրա մեծ առավելությունը։
Լելոհոզոր Վրաստանի եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության քաղաքապետի միասնական թեկնածու Իրակլի Կոպրաձեն կատարել է իր ընտրությունը Նաձլադեվի 15-րդ ընտրատեղամասում։ Եթե դուք չեք ցանկանում անցյալը եւ ցանկանում եք ազատել մայրաքաղաքը կոռուպցիայից, անարդարությունից ու ցանկանում եք այս քաղաքն ու երկիրը առանց քաղբանտարկյանների, կոռուպցիայի, անարդարության, անօրինականության, անկարողության, ապա անպայման պետք է գնաք ընտրատեղամասեր։ Գնացեք եւ քվեարկեք Վրաստանի ապագայի համար, ոչ թե անցյալի, այլ ապագայի։ Սա պարզ ձևակերպում է։ Միայն դուք եք որոշում ձեր մայրաքաղաքի Թբիլիսի ու ամբողջ Վրաստանի ճակատագիրը։ Հուսանք խաղաղ ճանապարհով։ Դրա համար դուք պետք է գնաք ընտրատեղամասեր, հայտնեք ձեր աջակցությունը քաղաքական կուսակցությանը, այն քաղաքական թեկնածուներին, որոնք խոսում են ապագայի մասին։ Նրանք չեն տանջում, այլ ունեն կոնկրետ ծրագիր, որով կարող են աջակցել քաղաքացիներին վերացնել մեր շուրջը տիրող աղքատությունը, անարդարությունն ու կոռուպցիան, հայտարարել է Լելոհոզոր Վրաստանի եւ Գախարյան հանուն Վրաստանի քաղաքապետի միասնական թեկնածու Իրակլի Կոպրաձեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկություն կատարելուց հետո։ Գերչի քաղաքապետի թեկնածու եւ առաջնորդ Իագո Խվիչյան կատարել է իր ընտրությունը։ Նա քվեարկել է Գաբրիել Սալոսի փողոցում բացված ընտրատեղամասերից մեկում։ Ես շատ դրական եմ տրամադրված հնարավորությունների նկատմամբ։ Ցանկանում եմ, որ այսօրվա ընտրություններն ավարտվեն այնպես, որ ես երկրորդ տեղում լինեմ եւ անցնեմ երկրորդ փուլ, հայտարարել է Գիրչի կուսակցության քաղաքապետի թեկնածու Իագո Խվիչյան։ Ինչպես նշել է Խվիչյան, ինքն ակնկալում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ի տարբերություն խորհրդանական ընտրությունների, ավելի քիչ սթրեսային կլինեն մարդկանց համար։ Վրաստանի Շիրդաքարթի շրջանում ընտրական գործընթացն ընթանում է 4 տարածքների 201 ընտրատեղամասերում։ Շրջանում գրանցված է 235,833 ընտրող։ Խաշուրի քաղաքում բացվել է 38 ընտրատեղամաս, որտեղ հաղթանակի համար պայքարում է 2 թեկնածու։ Քաղաքի տարբեր ընտրատեղամասերում առավոտից ներկա են եղել միջազգային դիտորդներ։ Սամցխե Ջավախեթի շրջանում քվեարկության գործընթացն ընթանում է առանց խախտումների։ Վրացական երազանքի քաղաքապետի թեկնածուն իր ընտրությունը կատարել է Ախալցիխեում։ Վարդամ Ծիկլաուրին իր ընտանիքի անդամների հետ ժամանել է 25-րդ ընտրատեղամաս։ Նրա խոսքով ինքը ձայն է տվել երկրի կայունության, Ախալցիխեի բարգավաճման ու զարգացման օգտին։